Ողջույն սիրելի ընկերներ, ես Գայանեն եմ, մասնագիտությամբ դեղագետ, երկու բալիկների մայր և Baby Box Armenia մոր և մանկան պրոյեկտի հիմնադիր։ Մեր պրոյեկտի շրջանակներում մենք օգնում ենք հղիներին հեշտ, արագ և շատ գրագետ պատրաստվել ծննդատուն։ Եվ այսօրվա մեր հաղորդման շրջանակներում մենք խոսելու ենք դրա մասին, թե ինչպես է պետք ճիշտ կազմակերպել հանգիստը բալիկի հետ։ Նախորդ հաղորդման ժամանակ մենք խոսել ենք դրա մասին, թե ինչպես թրթնել երեխայի հետ հանգստի, իսկ այսօր մենք խոսելու ենք դրա մասին, թե ինչպես առհասարակ առաջին օրվանից մինչև վերջին օրը ճիշտ ձևով կազմակերպել հանգիստը, որ անհանգստություն չլինի թե ձեզ, թե երեխայի մոտ։ Մեր հաղորդման գլխավոր հովանավորն է Topicrem ֆրանսիական դերմատոլոգիական խնամքի բրենդը, որը ստեղծվել է նույնիսկ ամենազգայուն մաշկի նրբությունները հաշվի առնելով։ Ապահովում է 24 ժամյա խոնավեցում, ունի հիպոալերգեն բաղադրություն և հաստատված է մաշկաբանների կողմից։ Շատերը ձեզ կարող են ասել, որ երեխայի հետ մեկնել հանգստի վաղ տարիքում անիմաստ է, քանի որ երեխան փոքրիկ է և ոչինչ չի հիշում, սակայն պետք է ձեզ նշեմ, որ ըստ նյարդաբան և լեզվաբան Տատյանա Չերնիգովսկային, բոլոր երեխաների մոտ վաղ տարիքում ձևավորվում են նեյրոնային կապեր ուղեղում, որոնք ձևավորվում են էլ ավելի լավ, երբ երեխան տեսնում է նոր տեսարաններ, հետաքրքիր հաճելի հանգստի ժամանակ նա կտեսնի ծով, ավազ, կխաղա ավազի հետ, ինչը նաև երեխայի մոտ մանր մոտորիկայի վրա կանդրադառնա, ուստի միշտ հիշեք, որ երեխայի համար փոքր տարիքում հանգիստը ևս շատ կարևոր է։ Ըստ համաշխարհային առողջապահության կազմակերպության նորածինների հետ 14 օրվանից սկսած կարելի է թռչել, սակայն պետք է հաշվի առնել իհարկե երեխայի առողջության վիճակը ընդհանուր եւ բժիշկը դա պետք է թույլատրի։ Իսկ հանգստի մեկնել երեխայի հետ դուք կարող եք 6 ամսականից սկսած, երբ արդեն ձևավորվել է երեխայի մոտ իմունային համակարգը որոշ չափով եւ երեխան պատրաստ է նաեւ թռչել, նաեւ ձեզ պետք է նշեմ, որ հենց այդ տարիքում ամենահեշտն է երեխայի հետ տեղափոխվել A կետից B կետ, քանի որ երեխան միշտ հիմնականում օրվա ընթացքում քնած է լինում եւ ձեզ ավելի հեշտ է լինելու տեղափոխվել երեխայի հետ։ Եկեք հիմա խոսենք նրա մասին, թե ինչպես է պետք ճիշտ կազմակերպել առաջին օրը։ Պետք է հաշվի առնել, որ երեխան կարող է լինել հոգնած։ Դա կարող է իրենից չերևալ, քանի որ ինքը կարող է լինել էներգիայով լի, խաղալ, սակայն ավելի ճիշտ կլինի երեխային չծանրաբեռնել առաջին օրը, էքսկուրսիաներ, նոր ծանոթություններ, խաղեր մի քիչ ավելի քիչ պետք է լինեն։ Փորձեք հարմարեցնել երեխայի ռեժիմը եւ օրվա ռիթմը տան ռիթմին, այսինքն քնեցման ժամերը լինեն նույնը, փորձեք չքնացնեք երեխային ավելի ուշ ժամերին եւ երեխային նույնպես քնացրեք, ինչպես որ տանն եք քնացնում, փորձեք սենյակում դա անել ոչ թե դրսում առաջին օրերին, ես հասկանում եմ, որ կարող է դուք գնաք ման գալու, հետաքրքիր ժամանց անցկացնելու համար, սակայն առաջին օրերը, երբ երեխայի մոտ ադապտացիայի շրջան է, փորձեք կազմակերպել ձեր սենյակում հանգիստ միջավայրում։ Եկեք հիմա խոսենք դրա մասին, թե ինչպես է պետք ճիշտ պաշտպանվել արևից։ Առաջինը պետք է նշեմ նրա մասին, որ 11-ից 4-ը ընկած ժամերին ցերեկվա պետք է արևի տակ չլինել երեխայի հետ, որովհետև ուլտրամանուշակագույն ճառագայթները արևի մաքսիմալ քանակին են անցնում եւ կարող են խիստ վնասել երեխային։ Փոքրիկ երեխաների մաշկին անպայման եւ ոչ միայն փոքրիկներին, իհարկե նաեւ ձեզ պետք է քսել արևպաշտպան միջոց։ Ամենալավ տարբերակն է 50 SPF-ով տարբերակը։ Օրինակ, ես դες կարող եմ խորհուրդ տալ Topicrem-ի SPF 50-ով տարբերակը, ինչումն է իր առավելությունը եւ առհասարակ դա էլ պետք է հիշեք, որ ոչ միայն ընդհանուր մարմնին ենք մենք քսում արևպաշտպան միջոցը, այլ նաեւ չենք մոռանում բալիկի ականջների մասին, որովհետեւ շատ դեպքերում երեխաների ականջներն են այրվում քսուկը չքսելու հետևանքով եւ իհարկե կոպերը։ Կոպերը նույնպես պետք է քսվեն, բայց ոչ բոլոր քսուկներն են այդ հնարավորությունը ունեն, ոչ բոլոր քսուկներն են թույլատրելի, իսկ Topicrem-ի այս քսուկը նաև հաստատված է օֆթալմոլոգիապես եւ դերմատոլոգիապես, ուստի այդ տարբերակը կարելի է քսել բալիկների նաև կոպերին։ Եթե երեխան մինչև 3 տարեկան է, կարող եք փորձել այլ տարբերակ, բայց 3 տարեկանից հետո կարող եք վերցնել Topicrem-ի տարբերակը։ Շատ դեպքերում անգամ բավականին լավ պաշտպանությունից հետո երեխայի մաշկը կարող է կարմրել, այրվել եւ ցավել։ Ուստի ձեզ հետ պետք է անպայման
անպայման հատուկ միջոց վերցնեք, որը կիրառում են արևայրուքից հետո հանգստացնելու նպատակով։ Կարող եք վերցնել տարբերակ նույնպես տոպիկրեմից, Aftersun տարբերակը, իհարկե նաև գոյություն ունեն պանտենոլով հատուկ դեղամիջոցներ, դեղորայքային սպրեյեր, որոնք ել ավելի խորը խնդիրների դեպքում են կիրառում, եթե դուք աչքաթող եք արել այդ հարցը եւ երեխայի մաշկը բավականին ուժեղ այրվել է, այդ դեպքում անպայման պանտենոլով տարբերակ կիրառեք եւ գոյություն ունեն նաեւ հատուկ հանգստացնող, սառեցնող գելեր, որոնցով դուք լոգանք եք ընդունում, բալիկին կարող եք լողացնել եւ հանգստացնել երեխայի մաշկը։ Երեխայի հետ հանգստի մեկնելուց արևից պաշտպանության համար նաև վերցրեք լայնեզր գլխարկ, որպեսզի ոչ միայն պահպանվի երեխայի գլուխը, այլ նաև աչքերը եւ դեմքը։ Քսուկը կիրառելու ժամանակ մի մոռացեք նաև քսել ոտքերի հատվածում, որտեղ կոշիկը բաց է, որովհետև շատ դեպքերում նաև այդ հատվածներն են այրվում, քանի որ մայրիկները մոռանում են այդ հատվածները երեխայի քսել, եւ եւս մի կարեւոր բան նշեմ, որ գոյություն ունեն շատ բարակ վերնաշապիկներ, որոնք սպիտակ գույնի են, բամբակյան եւ շատ լավ պաշտպանում են երեխային արևից եւ կարելի է երեխային նաեւ ծով մտնել այդ հագուստով, ուստի կարող եք նման բան էլ վերցնել, որ ավելի ապահով լինեք առաջին օրերին, քանի որ երեխայի մաշկը շատ նուրբ է, պետք է շատ ուժեղ պաշտպանություն լինի։ Իհարկե չենք մոռանում, որ արև պաշտպան միջոցը մենք կիրառում ենք առաջին օրվանից մինչեւ վերջին օրը։ Կապ չունի երեխան արդեն մուգ է, դուք արդեն մուգ եք թե ոչ, միշտ պետք է պաշտպանվել UVA եւ UVB արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, նաեւ չմոռանաք թարմացնել արևպաշտպան միջոցը ամեն 2-3 ժամը մեկ եւ ամեն ջուրը մտնելուց եւ դուրս գալուց հետո եւս կրկնեք այդ process-ը, քանի որ երեխայի մաշկը միշտ պետք է պաշտպանված լինի եւ մի մոռացեք ծովափից վերադառնալուն պես անպայման լվանալ երեխայի մարմինը։ Եթե դուք հանգստանում եք հյուրանոցում, իհարկե հյուրանոցի տարածքում բազում տարբեր լողավազաններ կլինեն, իհարկե երեխայի խաղալու համար հարմարեցված, սակայն ես պետք է ձեզ խորհուրդ տամ, որ գերադասեք ծովը։ Ավելի լավ է երեխայի համար վերցրեք խաղալիքներ, որ երեխայի հանգիստը ծովի մոտ ավելի հաճելի եւ ուրախ լինի, եւ նա չցանկանա գնա լողավազանի մոտ, քանի որ լողավազանում սովորական ջուր է եւ շատ մարդ է մտնում, դուք կարող եք նաեւ կարդալ տարբեր հիվանդությունների մասին, որոնք կարող են տարածվել լողավազաններով, եւ փոքրիկ երեխաներին, որոնք մինչեւ 1 տարեկան են, խստիվ ես խորհուրդ չեմ տալիս լողավազանում լողացնել, ավելի լավ է գերադասեք ծովը, քանի որ ծովի ջուրը բավականին լավ առողջարար հատկությամբ է օժտված, մաքրում է մաշկը, նաեւ իմունային համակարգն է ամրացնում, իսկ ավազի հետ երեխայի խաղալը հանգստացնում է երեխային, ուրախություն է պարգևում եւ մանր մոտորիկայի վրա է անդրադառնում եւ զարգացնում է երեխային։ Ես հասկանում եմ, որ փոքրիկ երեխաների հետ, օրինակ 1 տարեկան երեխայի հետ բավականին դժվար է գտնվել ծովի մոտ, քանի որ երեխան փոքրիկ է, դեռ չի հասկանում, կարող է անընդհատ ավազը մտցնել բերանը եւ շատ մեծ անհանգստություն պատճառել մայրիկին, մայրիկները այդ ժամանակ շատ դժվարությամբ են հանգստանում, բայց դրա համար եւս մի միջոց կա։ Դուք կարող եք ձեզ հետ վերցնել փչովի փոքրիկ լողավազան, ավելացնել այնտեղ ծովի ջուրը, երեխայի խաղալիք դնել մեջը եւ երեխան մի ժամ հաստատ կխաղա այդ փոքրիկ լողավազանի մեջ եւ դուք նույնպես կկարողանաք հանգստանալ այդ ընթացքում, ուստի դա շատ լավ լայֆ հակ է, որը կարող եք կիրառել հանգստի ժամանակ։ Նաեւ պետք է հաշվի առնենք, որ առավոտյան, վաղ առավոտյան եւ երեկոյան ժամերին ծովի մոտ քայլելը բավականին լավ է անդրադառնում երեխայի առողջության վրա, քանի որ մաքուր օդը հագեցած է լինում միկրոէլեմենտներով եւ յոդով։ Ուստի անպայման մի մոռացեք նաեւ զբոսել ծովափի մոտ։ Հիմա եկեք խոսենք նաև դեղատուփից։ Իհարկե նախորդ հաղորդման ժամանակ ես նշել եմ, թե ինչ դեղամիջոցներ պետք է թռիչքի ժամանակ ձեռքի տակ ունենալ, սակայն դա շատ քիչ մաս է կազմում ձեր ընդհանուր դեղատուփի, իսկ դեղատուփը պետք է անպայման լինի հագեցած բոլոր այն դեղամիջոցներով, որոնք անհրաժեշտ կլինեն հանգստի ժամանակ առաջին բուժօգնությունը ցուցաբերելու համար երեխային։ Ուստի եկեք սկսենք ամենակարևոր դեղամիջոցներից, դա ջերմիջեցնող ցավազրկող դեղամիջոցներ են, որոնք կարող են լինել օշարակի տեսքով եւ մոմիկների տեսքով։ Մոմիկները հիմնականում մենք կիրառում ենք գիշերվա ժամերին, քանի որ երեխան քնած է լինում եւ չի կարող
իհարկե կուլ տալու process-ը իրականացնել օշարակի։ Դրա հետ կապված մենք անպայման պահում ենք մոմիկներ, նաև եթե երեխայի մոտ ջերմությունը բարձրանա հանգստի ժամանակ, դուք չեք կարող միայն օշարակ տալ երեխային, պետք է մեկ անգամ օշարակ տալ, մեկ անգամ կիրառել մոմիկ, եթե ինտերվալը այդ ժամային բավականին քիչ է, 4 ժամից ավելի քիչ է, այդ դեպքում պետք է փոխ օգտագործեք ձեր դեղամիջոցները։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս ունենալ օշարակը իբուպրոֆենով, իսկ մոմիկները պարացետամոլով։ Իհարկե պետք է նշեմ, որ որոշ դեպքերում երեխայի մոտ կտրուկ եւ շատ արագ է բարձրանում ջերմությունը։ Եվ մինչեւ դուք հասկանում եք, որ երեխան ջերմում է, արդեն սանդղակը լինում է մոտ 39-39.5 ցուցանիշով, այդ ժամանակ պետք չի խուճապի մատնվել, դրա համար գոյություն ունի հատուկ միջոց, որը միշտ պետք է լինի ձեր դեղատուփում, թե հանգստի մեկնելու ժամանակ, թե տանը լինելու ընթացքում։ Դիկլոֆենակ պարունակող հատուկ մոմիկներ գոյություն ունեն, որոնք կոչվում են դիկլոն, եւ դեղաչափը տարբեր է լինում ըստ երեխայի տարիքի եւ կիլոգրամի, դա արդեն դուք պետք է խորհրդակցեք ձեր բժշկուհու հետ եւ ձեր բժիշկը իհարկե կարող է ձեզ հատուկ դեղաչափը ձեր երեխայի համար նախատեսված ասել, ուստի այդ դեղամիջոցը անպայման պահեք ձեր դեղատուփում, որ այդ ժամանակ դուք խուճապի չմատնվեք, չմտածեք ում զանգեք, ինչ անեք եւ որ դուք հանգստի ժամանակ եք ունենաք ձեռքի տակ նման միջոց, որ անմիջապես երեխայի ջերմությունը իջեցնեք բարձր սանդղակներից։ Իհարկե դա չեն կիրառում ամեն օր, դա միայն այն դեպքերում են կիրառում, երբ որ կրիտիկ վիճակ է երեխայի մոտ։ Հիմա անդրադառնանք հակահիստամինային դեղամիջոցների, դա հակաալերգիկ դեղամիջոցներ են։ Անգամ եթե ձեր երեխան ունի ալերգիայի խնդիր, երբեք Երևանում ձեր մոտ նման խնդիր չի եղել, անպայման ձեզ հետ տարեք այդ դեղամիջոցը։ Անգամ ամենազարգացած երկրներում կարող է խնդիր լինել մոտակա տարածքում դեղատուն գտնելը եւ ուստի պահեք ձեզ մոտ։ Այս դեղամիջոցները ձեզ կարող են անհրաժեշտ լինել այն դեպքում, եթե երեխային գծել է որևէ միջատների գծելու հետևանքով մենք կիրառում ենք այս դեղամիջոցը, նաև սննդային ալերգիաների ժամանակ կարող ենք կիրառել, ուստի անպայման պահեք կաթիլներ եւ նաև դեղային կիրառման համար գոյություն ունեն հատուկ միջոցներ, որոնք դուք կիրառում եք անմիջապես միջատների գծելուց հետո առաջացած այդ քորի դեպքում։ Երեխան եթե շատ երկար ժամանակ անցկացնի ջրի մեջ, կարող է նաև մրսացնել ականջները եւ ցավ ունենալ գիշերվա ընթացքում, դրա համար եւս լուծում կա, դրա համար վերցնում ենք հատուկ ականջների համար նախատեսված կաթիլներ, դա պարտադիր չի, որ լինի ձեր երեխայի հետ, ես չեմ ուզում ձեր մեջ որևէ վախ մտցնել, սակայն միշտ պատրաստված լինելը ամենալավ տարբերակն է երեխայի հետ հանգստի գնալու ժամանակ։ Երբ դուք մենակ եք հանգստանում, ես վստահ եմ այսքան բան դուք չէիք տանում ձեզ հետ, բայց երեխայի հետ պատրաստված եղեք։ Հաջորդը կխոսենք նաև նրա մասին, որ դուք արևի տակ այրվել եք, այսինքն ես արդեն խոսեցի իհարկե նրա մասին, թե ինչպես է պետք անել, որ արև այրուք դուք չստանաք եւ երեխան նաև այդ խնդիրը չունենա, սակայն լինում են դեպքեր, երբ հնարավոր է երեխայի մաշկը այրվի, այդ դեպքում մենք կիրառում ենք հատուկ միջոցներ մաշկի համար պանտենոլ պարունակող, կարող է լինել դա սպրեյ տեսքով այսպիսի միջոց, մենք պարզապես երեխայի մաշկի վրա ենք օծում եւ տարածում ենք, հանգստացնում է շատ լավ եւ կարող են նաեւ լինել քսուկների տարբերակով տեսակներ։ Շատ դեպքերում հանգստի ժամանակ երեխայի մոտ կարող է առաջանալ թունավորում որևէ սնունդ ընդունելուց, եթե երեխայի մոտ առաջացել է լուծ, այսինքն դիարեա կամ երեխայի մոտ փսխում է նկատվում, այդ դեպքում անպայման պետք է հաշվի առնեք, որ ունենաք ձեզ մոտ այն դեղամիջոցները, որոնք կօգնեն երեխային եւ ամենակարևորը ջրազրկումն է։ Ջրազրկումից խուսափելու համար մենք պետք է կիրառենք էլեկտրոլիտեր, երեխայի մոտ պահպանենք, ջրային բալանսը,
Բացի դա, երեխայի մոտ աղեստամոքսային տրակտի խնդիրների դեպքում մենք կիրառում ենք անպայման հատուկ սորբենտներ, որոնք աղեստամոքսային տրակտի աշխատանքն են կարգավորում, օրինակ սմեկտա կարող եք վերցնել։ Նաև պետք է նշեմ, որ թունավորումների ժամանակ մենք կիրառում ենք պրոբիոտիկներ, որոնք պետք է նաև մեր հետ լինեն։ Իհարկե, պահեք այս դեղամիջոցները ձեզ մոտ, որպեսզի հանգիստ լինեք։ Այսպես մեր սեղանի վրա դրված է շատ երևում, բայց երբ որ դուք ամեն ինչը կոմպակտ դնեք փոքրիկ դեղատուփի մեջ, շատ տարածք հաստատ չի գրավի եւ ավելի կարեւոր է ունենալ այսպիսի դեղատուփ կամ ինչ որ ավելնորդ խաղալիք վերցնել երեխայի համար, դա կհանգստացնի թե ձեզ, թե երեխային կօգնենք հարկ եղած դեպքում։ Եկեք հիմա խոսենք միջատներից, մոծակներից, որոնք կարող են իսկապես խանգարել ձեր հանգիստը։ Սովորաբար թվում է, թե միջատ է, մոծակ է, ինչ պետք է լինի, բայց դա իսկապես լուրջ թեմա է հանգստի ժամանակ, որովհետև երեխաների խայտոցները շատ ավելի վտանգավոր են, քան մեր խայտոցները։ Երեխայի մաշկը կարող է ուռել, անընդհատ կարող է քոր գալ, եւ երեխաներին ավելի շատ են իհարկե կծում, ուստի պետք է մենք դրան էլ պատրաստված լինենք։ Գոյություն ուներ հատուկ սպրեյեր, որոնք դուք կիրառում եք հիմնականում երեկոյան ժամերին, զբոսնելիս կամ ինչ որտեղ գնալու ժամանակ, այն հատվածներին եք սա օծում, որտեղ որ բաց է մաշկ։ Գոյություն ունեն նաև հատուկ այսպիսի փոքրիկ բրասլետներ, որոնք դուք հագցնում եք երեխայի դաստակի վրա, ձեռքին եւ դրանք էլ են օգնում, որ մոծակները երեխաներին մոտ չգան։ Շատ դեպքերում հանգստի մեկնելիս մենք ոչ միայն մեկնում ենք իհարկե ծով, զբոսնում ենք ծովում, այլ նաեւ կարող ենք ինչ որ լեռներում հանգստանալ կամ հանգստանալ բնության գրկում, իսկ բնության գրկում երեկոյան ժամերին շատ ավելի վտանգավոր է, մոծակները շատ ավելի շատ են լինում, ուստի եթե երեխայի հետ զբոսում եք եւ մանկասայլակում նա քնել է, ապա այդ դեպքում այսպիսի ցանց կարող եք երեխայի մանկասայլակի վրա քաշել, որպեսզի մոծակները մոտ չգան երեխային, դա եւս մի լավ միջոց է, որը կօգնի երեխային պաշտպանել այդ խնդրից։ Մեր հաղորդման գլխավոր հովանավորն է Տոպիկրեմ ֆրանսիական դերմատոլոգիական խնամքի բրենդը, որը ստեղծվել է նույնիսկ ամենազգայուն մաշկի նրբությունները հաշվի առնելով։ Ապահովում է 24 ժամյա խոնավեցում, ունի հիպոալերգեն բաղադրություն եւ հաստատված է մաշկաբանների կողմից։ Սիրելի մայրիկներ, պատրաստված եղեք եւ ձեր հանգիստը հաստատ շատ լավ է անցնելու։ Հաջողություն եմ մաղթում ձեզ եւ ձեր ընտանիքին։ Մինչ նոր հանդիպում։